Ցայք հեռուստաընկերության և ռադիոյի ուղիղ եթերում ազդարար լրատվականն է, ստուդիայում Անի Բաղդասարյանը, բարև ձեզ։ Թողարկման մեջտեղ գտած նորությունները նախ համարոտ։ Գյումրեցի Սպարտակ Հարությունյանը ջեռուցման նոր կաթսա է ստեղծել տեխնոլոգիական նոր մոտեցմամբ կաթսան կսնուցվի բացառապես էլեկտրաէներգիայի միջոցով։ Կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգվեց մինչև սույն թվականի մարտի 31-ը։ Ըստ բժիշկ մասնագետների գարնանային արձակուրդների երկարացմամբ պայմանավորված վերջին օրերին Շիրակի մարզում վերին շնչառական ինֆեկցիաներով հիվանդացության թվին նվազում է գրանցվել։ Մեկնարկել է Հայաստանի վոլեյբոլի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում է նաև Գյումրու վարպետ թիմը։ Գյումրեցիներն առայժմ ունեն մեկական հաղթանակ և պարտություն, բայց նպատակը մնում է նույնը՝ պայքարել չեմպիոնական տիտղոսի համար։ Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացրել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության բնակարանային շինարարության ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերի ֆինանսավորման համար։ Կառավարությունը հաստատել է նաև տաքսիներով ուղևորափոխադրումների վերաբերյալ իրավական ակտերի փաթեթը։ Տաքսի շահագործելու համար սեփականատերը լիցենզիա կստանա 5 օրվա ընթացքում, նախքին 30 օրվա փոխարեն։ Դեղին պետհամարանիշերը կփոխարինվեն սպիտակով, իսկ որպես տարբերանշան կօգտագործվի դիմապակուն փակցված ինքնակպչուն կտրոնը։ Բացի դրանից, ֆիզիկական անձը հնարավորություն կունենա զբաղվել ուղևորափոխադրումներով առանց գրանցվելու։ Երևանում տաքսի մեքենա շահագործելու համար նա կվճարի 12,000 դրամ, այլ վայրերում 4,000 դրամ։ Հայաստանի կառավարությունը 20,5 միլիոն դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով։ Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։ Պարույր Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երևանի մասնագիտացված բուժհաստատություններում, բայց առողջության լիարժեք վերականգնման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում։ Արմավիայի սնանկացումը չի բացառում, քանի որ ընկերությունում լարված ֆինանսական վիճակ է։ Այդ մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը։ Նրա տեղեկացմամբ Արմավիայի և կառավարության միջև կնքված պայմանագիրը, որով Արմավիան մի շարք բացառիկ իրավունքներ էր ստացել, ավարտվում է ապրիլի 22-ին։ Կերկարաձգեն, թե ոչ, Արտյոմ Մովսիսյանը դժվարացել է ասել, քանի որ որոշումը պետք է ընդունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Մովսիսյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է ստեղծել պետական ավիաընկերություն։ Խոսրովի անտառ պետական արգելոցի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների բացահայտման նպատակով արգելոց են այցելել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն ու Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև փորձագետներ։ Ներկաների դատին է ներկայացվել Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի նախագիծը։ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ խորհրդակցությունը կայացավ Խոսրովի անտառ պետական արգելոցի վարչական շենքում։ Քանի որ քննարկվելիք փաթեթի մի հատվածը վերաբերում էր Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքին հարակից համայնքների հետ առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիների մշակմանը։ Նիստին մասնակցում էր նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը։ Մեր այսօրվա խնդիրը հետևյալն է, որպեսզի մարզի ղեկավարության, Ազգային ժողովի մեր պատգամավորների հետ համատեղ, նաև ոլորտի հմուտ գիտնականների հետ համատեղ կարողանանք քննարկել այն խնդիրները, որը անհրաժեշտ կլինի հետագայում արգելոցի գործունեությունը ճիշտ ծավալելու, համայնքների հետ ճիշտ համագործակցելու, արդյունքում համոզված եմ, որ շահելու է մեր պետությունը, մեր ժողովուրդը, մեր բնությունը, յուրաքանչյուր խնդիր մենք խորապես ուսումնասիրում ենք ու հետևողական ենք լինելու բոլոր խնդիրներին։ Եթե կա Ազգային ժողովի օգնության կարիքը ինչ-որ մի խնդիր, կարևորագույն խնդիր լուծում տալու, մենք գյուղատնտեսական բնապահպանական հարցերի հանձնաժողովը պատրաստ ենք։
սատարելու, աջակցելու։ Խոսրովի անտարպետական արգելոցը ըստ փոխնախարար Խաչիկ Հակոբյանի բավականաչափ խնդիրներ ունի հարակից համայնքների հետ, որոնք ժամանակին չլուծելը կարող է ունենալ լուրջ հետևանքներ։ Նշվեցին անտառահատման, որսագողության, խոթարկերի տարածքները արգելոցի տարածքի հետ միտումնավոր շփոթելու, հակահրդեհային կանոնների անտեսման եւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել Արարատի մարզպետարանի եւ համապատասխան գյուղապետարանների հետ համագործակցելով։ Խոթարկային տարածքներ կան, որոնք դարձյալ շատ հաճախ հատում են մեր սահմանը եւ արգելոցից սահմաններից ներս են հաճախ փորձում իրականացվել։ Որոշակի անտառապատ հատվածներում ունենք անտառհատման խնդիրներ, որոշակիորեն դեպքեր են գրանցվում որսագողությամբ, դարձյալ մտահոգիչ խնդիր։ Լրջագույն քննության առարկա պետք է դառնա էկոզբոսաշրջության շրջանակներում արգելոցի տարածքն օգտագործելու, այդ ճանապարհով արգելոցի պահպանության համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստեղծելու խնդիրը։ Ծանրակշիռ փաթեթ էր ներկայացրել բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, որի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բնապահպանության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի նախագիծ։ Վերջինը ենթադրում է փոփոխություններ նաև մի շարք այլ գործող օրենքներում եւ բնապահպանության նախարարությունը այս հարցում ակնկալում է ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի աջակցությունը։ Հեղինե Մանուկյան, Ազդարար։ Գյումրեցի Սպարտակ Հարությունյանը ջեռուցման նոր կաթսա է ստեղծել։ Տեխնոլոգիական նոր մոտեցմամբ կաթսան կսնուցվի բացառապես էլեկտրաէներգիայի միջոցով։ Համաձայն գյուտի ժամում 10 կՎտ էլեկտրաէներգիա սպառող ջեռուցման կաթսայի միջոցով կապահովի 2 մուտքանի եւ 5 հարկանի բազմաբնակարան շենքի ջեռուցում։ 73-ամյա Սպարտակ Հարությունյանը կյանքի մեծ մասն անցկացրել է գյուտարարությամբ։ 200-ից ավել գյուտի հեղինակն այսօր արդեն չի հիշում, թե հստակ որերորդ գյուտն է կյանքի կոչում։ Չափսերով մեծ տեղ չզբաղեցնող, ֆինանսական առումով էլ քիչ ծախսատար այս սարքը գյուտարարի ջեռուցման կաթսան է։ Այն ժամում սպառելով ընդամենը 10 կՎտ էլեկտրաէներգիա կարող է ջեռուցել 1 ամբողջ բազմաբնակարան շենք։ Ինքը կառավարում է ավտոնոմ։ Այսինքն, եթե ջերմորելեի վրա տնվեց ջերմաստիճանի չափը, Իսկանոր բնակարանին պետք է, այսինքն ջերմաստիճանը բարձրանում է, անջատում է, այսինքն ինքը 24 ժամ որ միացած մնա անընդմեջ, 12 ժամը կաշխատի, 12 ժամը պրաստոյ կուտա։ Ջեռուցման այս կաթսան նախատեսված է 5 հարկանի 2 մուտքանի բազմաբնակարան շենքի համար։ Սպարտակ Հարությունյանը նմանատիպ այլ կաթսաներ էլ է ստեղծել տարբեր հզորություններով բազմազան տարածքների համար։ Կա սեփական տան համար, կա ջեռուցման ջերմատնտեսության համար, կա բարձր մեծ զալերի համար, սպարտիվների զալերի համար, լողավազանների համար, կիրառման դիապազոնը չափից մեծ է։ Թվարկված բոլոր վայրերից զատ կաթսան կարող է գործարկվել կրկին ձմռան ամիսներին, բայց արդեն դրսում, փողոցներում, մայթերում ու խաչմերուկներում։ Դրա միջոցով ապահովելով համապատասխան ջերմաստիճան, համայնքի ղեկավարները կարող են զերծ մնալ փողոցների մաքրման բնականոն աշխատանքից։ Այլընտրանքային այս տարբերակն ըստ գյուտարարի քիչ ծախս պահանջող է։ Մանավանդ պերևալներ են բավարոտները, որտեղ որ բանից, որտեղ որ պարզեց Բուկը չի կրադել, թե սարսափադում է բան չի, կարելի է չունել, կարելի է վենել։ Ջեռուցման կաթսայի արդյունավետության մասին գիտեն նաև Գյումրու քաղաքապետարանում։ Նույնիսկ ցանկացել են այն գնել ու տեղադրել քաղաքի մանկապարտեզներից մեկում։ Քաղաքապետարանում տեղյակ են, իրանք էլ շատ մեծ ամբագորգոր խոսքեր տվեցին ու հետ քաշվան։ Դե անցյալ տարի ծմերը կտրվեր։ Միջեմիտ է ծախս չունեք, ես չունեք, են չունենք, բայց դելիտար մանկապարտեզի սիստեմ ես գնացի նայեցի, մենակ մանկան բդի ջուրը զապրապկաները ստուգվեր ու պուս տրվեր։ Սպարտակ Հարությունյանի մյուս գյուտը վերաբերում է բացառապես անվճար հիմունքներով էլեկտրաէներգիա ստանալուն։ Գյուտարարի խոսքերով ինքը ջրի միջոցով վարկյանում կստանա 4 կՎտ էլեկտրաէներգիա։ Սրա հիմնական նպատակը, այստեղ փաստորեն ես օգտագործել եմ, քանի որ հիդրոսիստեմով պետք է աշխատի ինքը, իր սկզբնական աղբյուրը պետք է անի հիդրոսիստեմ։ Այստեղ փաստորեն ես էներգիայի աղբյուրից եմ օգտագործում։ Շարժիչը ծնվում է էներգիայի աղբյուրից, կենցաղային էներգիայի աղբյուրից։ 400 վատ է, բայց ես 400 վատով ես ստանում եմ 4 կՎտ։ Գյուտի շնորհիվ կարելի է ստանալ անսպառ էլեկտրաէներգիա, ամենակարևորը առանց բնությունը աղտոտելու, նշում է Սպարտակ Հարությունյանը։ Դաժե ատոմային էլեկտրոստանցին սրա նկատմամբ համեմատելի չէ։ Այս տեխնոլոգիայի նկատմամբ հավելի չէ, որովհետև համ նրանից ավելի առավել շատ կարող էներգիա կարող է ստեղծել, արտադրել։ Համ էլ բնությունը չի թունավոր է, մաքուր է կալոգապես 100% մաքուր ու վտանգավոր է չէ պայման
երևույթներից բացառված է։ Սպարտակ Հարությունյանի շատ դեպքերում ֆիզիկայի օրենքներին հակասող գյուտերը ոչ միշտ են ընկալվել համապատասխան մարմինների ու մասնագետների կողմից։ Երբեմն էլ դրանք վերցվել են հեղինակից, յուրացվել ու օգտագործվել։ Օրինակ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան ընկերների երկու գործ, երկու խոշոր գյուտեր տարավ։ Այն դեպքում ես տվել էի պատենտավորման, իսկ իրանք տարան։ Գյուտարարն այլևս չի պատրաստվում իր գաղտնիքների մասին կիսվել որևէ մեկի հետ։ Նա դեռ կշարունակի զբաղվել սիրելի գործով ու պիտանի լինել ժողովրդին։ Սպարտակ Հարությունյանի միակ նպատակն է հնարավորինս քիչ միջոցներով արդյունավետ եղանակով բնությունից ստանալ շահավետը։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 35 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար։ Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն ծրագիրը կոժանդակի Հայաստանի կառավարության աշխատանքներին, ուղղված մոր և մանկան առողջության պահպանմանը և առաջնային բուժօգնության մակարդակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ բացահայտմանը և վարմանը, ինչպես նաև երկրի առանձին հիվանդանոցների գործունեության, արդյունավետության և ծառայությունների որակի բարելավմանը։ Կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգվեց մինչև սույն թվականի մարտի 31-ը։ Հրամանի համար հիմք էր հանդիսացել դպրոցականների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես գրիպով հիվանդացության տարածման միտումների մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գրությունը։ Ըստ բժիշկ մասնագետների, գարնանային արձակուրդների երկարացմամբ պայմանավորված վերջին օրերին Շիրակի մարզում վերին շնչառական ինֆեկցիաներով հիվանդացության թվին նվազում է գրանցվել։ Վերին շնչուղիների ինֆեկցիայի դրսևորումները հատկապես նկատելի եղավ փետրվար-մարտ ամիսներին։ Հիվանդները սակայն բժշկի դիմում էին արդեն խնդրի բարդացած վիճակում։ Առաջնակի հրաները դիմում էին պոլիկլինիկա կամ մնում էին տանը, բուժվում էին տնային պայմաններում եւ արդեն բարդացած բրոնխիտներով, թոքաբորբերով դիմում էին մեր մոտ։ Տնային պայմաններում ինքնաբուժությամբ զբաղվելը թողնում է իր հետևանքները։ Գրիպը կամ վերին շնչառական մյուս ինֆեկցիաներն այն հիվանդությունը չեն, որ մատների արանքով նայես։ Այն կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, ասում է հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետի տեղակալ Սոնյա Ոսկանյանը։ Այն մարդկանց մոտ եղան մահվան դեպքերը, որոնք որ իրոք ծանր քրոնիկ հիվանդություններով էին տառապում եւ նաեւ դեպք եղավ, երբ որ հիվանդը ինքը երկար տաններ մնացել, չէր բուժում, ստացել էր բոլոր տեսակի օգնությունները հարևաններից, ծանոթներից, բարեկամներից, բացառությամբ բժշկի օգնությամբ։ Ինֆեկցիան հատկապես առավել վառ է արտահայտվում այն օրգանիզմներում, որոնցում կան քրոնիկ բնույթի այլ հիվանդություններ։ Ըստ բժիշկ մասնագետների, այս ընթացքում հատկապես շրջանառվել է A-տիպի H1N1 գրիպի տեսակը, որը առավել հայտնի է խոզի գրիպ անվանումով։ Սակայն մասնագետների հավաստմամբ այդ վիրուսն այլևս իրենից չի ներկայացնում այնքան վտանգ, որքան օրինակ 2009 թվականին էր։ Կորցրել 2009 թվականի իր պանդեմիկ շտամ լինելու բոլոր հատկանիշները, այսինքն հատկությունները, այսինքն եթե 2009 թվականին տարածված պանդեմիկ շտամը իրենից ներկայացնում էր շատ ագրեսիվ, շատ ծանր ընթացքով հիվանդություն հարուցող հարուցիչ, ներկայիս, այսինքն ներկայումս շրջանառող ենթատեսակը կորցրել է իրեն բոլոր այդ հատկությունները, դարել է սովորական գրիպի հարուցիչ։ Հիմա տարածված է եւ H1N1-ը եւ մյուս սեզոնային վիրուսը գրիպները, այնպես որ հիմա ես չեմ կարող ասել ստույգ թե որ վիրուսներ, որն է պատճառը, բայց միևնույն է, այսպես տարբերությունը հսկայական չէ, բոլորն էլ առաջացնում են միևնույն բարդությունները։ Բժիշկները վստահեցնում են գնալով նվազում է հարուցիչի ազդեցությունը։ Հիվանդասենյակներում մահճակալները թեև զբաղված են, սակայն ի տարբերություն նախորդ ամսվա հիվանդները կաթիլային ստանում են համենայն դեպս ոչ միջանցքներում։ Ինֆեկցիայի չտարածմանը նպաստել է նաև հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդների երկարաձգումը։ Վերջին օրերին արդեն 5 օր, 7 օր, երևի մեկ շաբաթվա ընթացքում հոսքը պակասել է, հիվանդների վիճակը բարելավվել է։ Բավականին մեծ նշանակություն ունեցավ երևի թե դպրոցների փակվելը, որ արձակուրդները երկարացրեցին, շփումը սահմանափակվեց։ Եթե երկուշաբթի օրը այդ թվերը եղել են ընդհանուր մարզի թվերով, եղել են մոտավորապես ասենք 70 քանի դեպք, չորեքշաբթի օրը արդեն դարել է 50 քանիս։ Այսօր ընդհանրապես իջած թիվ ունեինք եւ դա մոտավորապես 40 քանիսի սահմաններում էր։ Այսինքն այն արձանագրված դրանք դեպքերն են, որոնք դիմել են բժիշկներին, բժիշկները տեղեկացել են, բացակայություններ են ստուգել
նախակրթարան եմ, քան որ նախակրթարանը դեռևս շարունակել են գործել։ Նախակրթարաններին թեև արձակուրդ չտրամադրվեց, սակայն այստեղ հաճախող սաների թիվը ևս տարբերվում է մշտականից։ Մի կողմից այն, որ ձմռան ամիսներին նվազում է երեխաների հաճախելիությունը, մյուս կողմից էլ տարածված ինֆեկցիայի փաստը հանգեցրին նրան, որ մանկապարտեզներում գրանցվեց բացակաների մեծ թիվ։ Երեխաների ցուցակային թիվը նախակրթարանում 150 է, որից 40-ը բացակային այս պահի դրությամբ։ Իհարկե քիչ քանակով հիվանդության դեպքեր, թող կապորբ ունենք, մրսածություն, անգինա, գրիպ, բայց համաճարակ մեր մոտ չկա։ Մասնագետները ևս մեկ անգամ հիշեցնում են եւ միաժամանակ զգուշացնում. եթե կան վերին շնչառական ինֆեկցիայով մարդիկ, ապա նրանցից պետք է պահպանել 2 մետր հեռավորություն։ Քթարտադրությունը կամ հարբուխն էլ չպետք է շփոթել գրիպի վիրուսի հետ։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Հայաստանի ողջ հասարակության շահից է բխում, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանի երկխոսությունը հանգուցալուծման բերի։ Մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։ Երկու կողմերն ընտրել են բանակցային ուղին, երկխոսության ճանապարհը։ Ես գտնում եմ, որ օր առաջ պետք է սկսել բանակցությունները, Armenpress-ի փոխանցմամբ ասել է Արզումանյանը։ Հայաստանում լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա, ինչը բխում է նաև Հայաստանի գործընկերների հետ հարաբերություններից։ Արզումանյանի կարծիքով վերջին ընտրություններից հետո ձևավորված պայքարը կհանգեցնի ընդդիմության վերահսկիչ գործառույթների օրենսդրական ամրագրմանը։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկման կապակցությամբ ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու որևէ նախաձեռնություն չի եղել, ուստի եւ այն չի կարող հետաձգվել։ Այս մասին թերթ.am հետ զրույցում ասել է ազգային ժողովի հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ավելացրել. դա հնարովի լուր է, որը չգիտեմ ով զետեղել է մամուլում։ Ի պատասխան հարցի, թե եթե արտահերթ նիստ նախատեսված չէր, ապա ինչու էր շրջանառության մեջ դրվում ՀՀԿ հայտարարության տեքստը, չէ որ այն պետք է ընդունվեր նիստի ժամանակ, Գալուստ Սահակյանը ասել է, քանի որ բոլոր քաղաքական ուժերն ունեցել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված առաջարկներ հայտարարության տեքստերի տեսքով, ՀՀԿ-ն էլ իր առաջարկներն է արել։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում Ժառանգություն կուսակցության ղեկավար Ռաֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։ ՀՀԿ մամլոք արտուղար ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է, թե լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր։ Քննարկումներ լինելու են նաեւ Երևանի ավականու ընտրությունների հետ կապված։ Շվեյցարիա-Հայաստան падգամավորական բարեկամության խումբը արձագանքել է Շարլ Ազնավուրի շվեյցարական RTS պարբերականին տված հարցազրույցին, որտեղ հանրահայտ Շանսոնյեն ասել էր, որ Թուրքիայի կողմից 1915 թվի իրադարձությունների ճանաչման հարցում թքած ունի ցեղասպանություն բարի վրա։ Նուվել Դաղմենի տեղեկացնում է, որ Շվեյցարիա-Հայաստան падգամավորական բարեկամության խմբի հայտարարության մեջ նշվում է, որ հարցազրույցի ժամանակ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրի արտահայտությունը անզգույշ եւ անհաջող էր։ Պարոն Ազնավուրը ասել է, որ թքած ունի ցեղասպանություն բարի վրա, մոռանալով, որ Շվեյցարիան միշտ եղել է այդ հանցագործության զոհը դարձած ժողովուրդների պաշտպանը։ Բացի այդ, Ազնավուրը բացարձակապես մոռացել է, որ իր հարցազրույցից մի քանի օր անց հայկական պատվիրակությունը Ժնևում Մարդու իրավունքների խորհրդում պետք է կարևոր բանաձև ներկայացներ ցեղասպանությունների կանխման վերաբերյալ, ասվում է հայտարարության մեջ։ Խորհրդարանական բարեկամության խումբը հարցադրում է անում, թե որն է Հայաստանի կառավարության բուն նպատակը, որը միջազգային ասպարեզում ներկայացուցիչ է նշանակել մի մարդու, ով թվում է ամբողջությամբ չի գիտակցել իր ժողովրդին ոչնչացրած հանցագործության ճանաչման համար պայքարի ողջ իմաստը։ Պարզապես անհասկանալի է, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը կարող է նսեմացնել ցեղասպանության տերմինը, նվազեցնելով հանցագործության ծանրությունը եւ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին այդ կերպ սողանցք թողնելով Թուրքիայի համար, նշվում է Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարության մեջ։ Վելսի անգլիական եկեղեցին ճանաչել է առաջին աշխարհամարտի ժամանակ եւ դրանից հետո տեղի ունեցած առնվազն 1 միլիոն հայերի ջարդերը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն եւ այդ կերպ դարձել անգլիական հանրության առաջին մարմինը, որը նման քայլ է արել։ Այս մասին հաղորդում է Նուվել Դաղմենին։ Հաջորդ ամսվանից ապրիլի 24-ը կայտնվի Ուելսի եկեղեցու պաշտոնական օրացույցում որպես հայոց ցեղասպանության օր։
Ռուսաստանի Դաշնության Վոլգդայի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Բեռնատարը բախվել է մանկատան երեխաներին տեղափոխող ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսն այրվել է։ Վթարի հետևանքով կապ 6 զոհ, 18 վիրավոր, հայտնում է Live News-ը։ Ավտոբուսում գտնվել է 25 երեխա։ Վոլգդայում էքսկուրսիայից հետո երեխաները վերադառնալիս են եղել Սանկտ Պետերբուրգի թիվ 8 մանկատուն։ Վթարը տեղի ունեցել ժամը 12-ի սահմաններում Վոլգդա նոր Լադոկա մայրուղու 110-րդ կիլոմետրին։ Նախնական տվյալների համաձայն բեռնատարի վարորդը քնել է ղեկին։ Live News-ի տվյալների համաձայն վարորդներից մեկը հայ է 1960 թվականին ծնված Ալբերտ Վիրյանը։ Նա, ինչպես նաև մյուս վարորդը մահացել են։ Զոհերից 4-ը մանկատան աշխատակիցներ են եւ բեռնատարի մի ուղևոր։ Դժվարների թվում եւս հայեր կան 1998 թվականին ծնված Ռուսլան եւ 1995 թվականին ծնված Զարինա Գրիգորյանցները։ Դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների համաձայն Լոնդոնում մահացած ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու կողոսկրը կոտրված է եղել։ Այդ մասին հաղորդում է բրիտանական Guardian-ը նրա հարազատներին հղումով։ Նշվում է սակայն, որ Բորիս Բերեզովսկու մարմնի վրա փորձագետները կապտուկներ չեն հայտնաբերվել։ Օլիգարխի ընտանիքը նշում է, որ նրա հուղարկավորությունը կկայանա 6 շաբաթից ոչ շուտ, երբ ոստիկանությունը փորձաքննությունից հետո հարազատներին կվերադարձնի նրա դին։ Ավելի վաղ բրիտանական ոստիկանությունը ենթադրել էր, որ Բերեզովսկու մահվան պատճառը կախվելն է եղել։ Հիշեցնեմ, որ գործարարի մահվան մասին հայտնի էր դարձել մարտի 23-ին։ Նրա դին Լոնդոնից ոչ հեռու գտնվող դղյակում գտել էր նրա թիկնապահը։ Փարիզի քաղաքապետարանը Նելսոն Մանդելային շնորհել է պատվավոր քաղաքացու տիտղոս։ Միաժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահին տեղափոխել են հիվանդանոց։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան կրկին հոսպիտալացվել է թոքերի վարակի ախտանիշով։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության 94-ամյա առաջնորդին հիվանդանոց են տեղափոխել կեսգիշերին։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ Մանդելան ստանում է լավագույն բժշկական օգնություն։ Սրանից առաջ Նելսոն Մանդելան արդեն եղել էր մայրաքաղաք Պրետորիայի հիվանդանոցում։ Դեկտեմբերին նա մոտ 1 ամիս անցկացրել էր այստեղ կրկին թոքերի, ինչպես նաև լեղապարկի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Միաժամանակ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելային Փարիզ քաղաքը շնորհել է պատվավոր քաղաքացու տիտղոս։ Փարիզի քաղաքապետի տեղակալ Պիեր Շապիրոն հայտնել է, որ Նելսոն Մանդելան համարվում է մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ ու մարտիկ։ Փարիզի քաղաքապետարանը նաև մերժել է կոմունիստ անդամների առաջարկն այդ տիտղոսը Ուգո Չավեսին հետ մահու շնորհելու համար։ Նարա Մելքոնյան, Ազդարար։ ՄԱԿ-ի եւ Սիրիայի հարցով արաբական երկրների լիգայի նախկին հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը կոչ է արել հիմք ընդունել Ժնևյան կոմյունիկեի շրջանակներում անցյալ տարի ամռան ընդունված սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցը եւ հետեւել դրան։ Անանի կարծիքով Սիրիայում ռազմական միջամտության ժամանակն արդեն անցել է եւ ընդդիմության սինումը վերջ չի դնի 2 տարի երկարաձգվող ճգնաժամին։ Ըստ նրա կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն շարունակել սիրիական հակամարտությունը զենք սպառելու նպատակով, սակայն Անանի կարծիքով պետք է առաջնահերթ մարել կրակը, այլ ոչ թե բորբոքել այն։ Հետևեք միջազգային լրահոսին նաև համառոտ։ Առաջին անգամ պատմության մեջ ԱՄՆ-ի պետական բարձրաստիճան պաշտոնյաներին պահպանող գաղտնի ծառայության տնօրենը կին կլինի։ 53-ամյա Ջուլիա Պիրսոնին նշանակելու իր մտադրության մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման։ Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ ես նշանակելու եմ Ջուլիա Պիրսոնին ԱՄՆ-ի գաղտնի ծառայության պետի պաշտոնում, ասել է նախագահը եւ ընդգծել, որ իր ընտրյալն ունի բոլոր անհրաժեշտ որակներն այս կառույցը ղեկավարելու համար, որը ոչ միայն պաշտպանում է ամերիկացիներին խոշորագույն միջոցառումների ժամանակ եւ ապահովում է երկրի ֆինանսական համակարգի անվտանգությունը, այլև պահպանում է առաջնորդներին, նրանց ընտանիքների անդամներին, այդ թվում եւ նախագահին։ Կիպրոսի բանկերն արդեն բացվել են, դրանք փակ են եղել 11 օր ֆինանսական ճգնաժամի ու բանկերի վերակազմավորման մեջ առաջացած խնդիրների պատճառով։ Կղզու հունական մասի կենտրոնական բանկի ղեկավար Ալեքս Տիլյանն հայտնել է, որ աշխատանքային առաջին օրվա ընթացքում սակայն յուրաքանչյուր անձի տրամադրվում է 300 եվրոից ոչ ավելի։ Նշենք, որ Կիպրոսի ֆինանսական ճգնաժամի լուծման համար Եվրամիությունը Կիպրոսի հունական մասի բանկերին տրամադրել էր 5 միլիարդ եվրո։ Նախատեսվում է նաև սահմանափակել կղզուց կապիտալի դուրսբերումը։ Անգլիայում նորածնի մայրը ցնցվել է, երբ 15 ֆունդից 7 կիլոգրամից ավել կշռող երեխա է լույս աշխարհ բերել, ինչպես տեղեկացնում է Yahoo News-ը, երեխան Ջորջ Քինգը ծնվել է 6 շաբաթ առաջ։ Սակայն քանի որ բնական ճանապարհով ծննդաբերության ընթացքում երեխան մոտ 5 րոպե առանց թթվածնի է մնացել, նրա կյանքը փրկելու համար բժիշկները մանկանը հիվանդանոցում են պահել շուրջ 4.5 շաբաթ։ Ուշագրավ է, որ մինչ ծննդաբերությունը ոչ ոքի չի նկատել, թե որքան մեծ է Ջորջը։ Նա Մեծ Բրիտանիայում բնական ճանապարհով
ճանապարհով ծնված երկրորդ ամենախոշոր երեխան է։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է ավագ, այսինքն մեծ շաբաթ։ Ավագ կամ մեծ անվանում են, քանի որ այն ավանդում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը, վերջին 7 օրերի ուսուցումները, չարչարանքները, մահն ու հարությունը։ Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին, իբրև հաղորդության խորհուրդ հաստատում։ Առավոտյան եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, այնուհետ 7 վերք եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապայանը կատարել է ոտնլվայի արարողություն։ Ինչպես Քրիստոսը վերջին ընթրիքից հետո ցուցաբերելով ճշմարիտ հեզության եւ խոնարհության օրինակ լվացել է իր աշակերտների ոտքերը, այդպես էլ հայ առաքելական եկեղեցում Տիրոջ այս օրինակով թեմի առաջնորդը եկեղեցու խորանին ծնկաչոք լվացել է եկեղեցու սպասավորների ոտքերը եւ օծել օրհնված կարագով։ Այսօր բնօրինական մարդասիրության ծնկի ճար կոչու պարագյալների առջև լվացին հողևեն ոտքերը բարի եւ գեղեցիկ այս կարգը ավանդելով մեզ եւ արդ բարերար եւ բազումոր Տեր ինչպես եւ այն ժամանակ ազդարանելով դաստիարակեցիր մեզ կերվարանագից լինելու քո փրկագործ խոնարհությանը շնորհիր եւ այժմ քո մեղավոր ծառաներից որ ես դիվայն ընկած քո մարդասեր շնորհների կուտ ներկայացում։ Հինգշաբթի օրը Քրիստոս իր աշակերտների հետ վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ վերցնելով հացը օրհնում տալիս է նրանց, նաև բաժակը գինին, ասելով, որ սա իմ մարմինն է, որ տրվում է շատերի մեղքերի քավության եւ թողության համար, սա նոր ուխտի իմ արյունն է, որ թափվում է շատերի մեղքերի քավության եւ թողության համար եւ պատվիրում դա կատարել իր հիշատակին։ Այսօր մենք պատարագ մատուցում ենք միշտ պատմելով Քրիստոսի մահը։ Եվ թողարկումը ավարտենք մարզաշխարհի նորություններով։ Մեկնարկել է Հայաստանի վոլեյբոլի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում է նաև Գյումրու վարպետ թիմը։ Գյումրեցիներն առայժմ ունեն մեկական հաղթանակ եւ պարտություն, բայց նպատակը մնում է նույնը՝ պայքարել չեմպիոնական տիտղոսի համար։ Խաղային մարզաձևերի մեջ Գյումրին վոլեյբոլով չունի այնտեղը, ինչ բասկետբոլում եւ ֆուտբոլում, սակայն գնալով մարզաձևն ամրապնդում է իր դիրքերը շնորհիվ մասնագետ Եղիշե Մանուկյանի։ Եթե Հայաստանի պատանեկան տարբեր տարիքային առաջնություններում գյումրեցիները հասել են լավ արդյունքների, ապա մեծահասակների մակարդակով ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Եղիշե Մանուկյանի ղեկավարությամբ, որ դիտեպ իր կազմավորած մեծահասակների թիմի խաղացող մարզիչն է հանդիսանում, գյումրեցիներն առաջին անգամ են ներգրավել հանրապետության մեծահասակների առաջնության մրցաշարում։ Անցկացվել է 2 տուր։ Մերոնք 3-1 հաշվով առավելության են հասել Երևանի 3-րդ թիմի նկատմամբ, ապա 0-3 հաշվով պարտվել են մայրաքաղաքի Լերեքս ակումբին։ Այդուհանդերձ նպատակը մեկն է։ Հիմա էլի առաջի տեղի համար պայքարենք, տեղանները գտնվում են բարձր մարզավիճակում, նույն տեմպով շարունակելու ենք։ Ճիշտ է, անցած մրցումներին ունենք մի պարտություն, Լերնեքսին պարտվանք, բայց այդ մեզ հուսախաբ չի անում, որովհետև պայքարելու ենք առաջի տեղի համար։ Գյումրի մեծահասակների թիմի հիմնական կազմի խաղացողներ են նաև Վահան Վարդանյանը, Արթուր Դավթյանը, Աշոտ Սահակյանը եւ իհարկե խաղացող մարզիչն ինքը։ Եղիշե Մանուկյանը լավ է հասկանում, որ Գյումրին ապացուցելու շատ բան ունի, առավել եւս որ վոլեյբոլի հանրապետական կենտրոնը տղամարդկանց մրցասպարեզում եղել եւ մնում է մայրաքաղաք Երևանը։ Մեր խոսքերի վառ վկայությունն անցած առաջնության մրցանակային երյակում երևանյան ակումբների ներկայությունն է։ Չեմպիոն է հռչակվել մայրաքաղաքի առաջին թիմը։ Արծաթե մրցանակակիր է դարձել Դինամոն, իսկ լավագույն երյակը եզրափակել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբը։ Մրցակիցները շատ ավելի փորձառու են, այնուամենայնիվ վստահություն կա, որ Գյումրին իր խաղամակարդակով իզորու է պայքարելու չեմպիոնական ոսկե մեդալների ու գավաթի համար։ Երեխաները բոլորը նորմալ մարզավիճակում են, թե մեծահասակները, թե փոքրները տարեկան խմբերի։ Մեծահասակների մարզումները շատ նորմալ է։ Առաջին մրցման ժամանակ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ժամանակ չնայած պարտությանը, բայց հույսեր կան, որ մյուս առաջնության ժամանակ անպայման գրավելու են ոչ թե բարձր տեղեր, այլ գավաթը բերելու են Գյումրի։ Հավելենք, որ թիմը հանդես է գալիս Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի ենթակայության ներքո։ Տնօրեն Արման Տիրայանի համոզմունքով իրենք ունեն երիտասարդ, բայց հավակնոտ եւ մեծ հաղթանակների ձգտող թիմ։ Սամվել Աղանյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունով, որը սակայն վերջինս չի ընդունել։ Կայքը նաև փոխանցում է, որ վաղը մարտի 29-ին հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականի դիմումը կքննարկի նաև ֆեդերացիայի գործադիր կոմիտեն, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես կգա ասուլիսով։ Նշեմ, որ երբ ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարում Հայաստանի ազգային հավաքական 2 օր առաջ 0-3 հաշվով պարտություն կրեց Չեխիայի հավաքականից, ազգային հավաքականի բազմաթիվ զայրացած երկրպագուներ սկսեցին պահանջել Մինասյանի հրաժարականը, նրան մեղավոր համարելով անարդյունավետ խաղի համար։ Սա էր մեր թողարկման վերջին լուրը, շնորհակալություն մեզ հետևելու համար առայժմ։